Ուրեմն շատ կարևոր մի հանգամանք կա նաև հաղորդության պատրաստություն։ Ես հաղորդության պատրաստությունը միշտ համեմատում եմ մանկան կանչը, մանկան փաբակը, մարդկան ձգտումը դեպի մայրը։ Երեխան ինչպես է մորը կարոտում, առանց պատճառի, առանց պատրաստության, հա? Այսինքն ուղղակի կարոտում է մորը։ Ուղղակի ուզում է մի վայրկյան իր մորից չհեռանալ, ուզում է իր մոր գրկում միշտ լինել, միշտ տեսնել։ Եվ դա մեծ իմաստություն ունի իր մեջ։ Ճիշտ այդպես էլ պետք է փափագել հաղորդությանը։ Այսինքն, երբ որ մենք ձգտում ենք Քրիստոսի հետ միավորվել, մենք ձգտում ենք Տիրոջ մարմինն ու արյունը ճաշակել, այդ ձգտումը, փափագը պետք է ավելի վեր լինի, ավելի գեր լինի, ավելի բարձր լինի, քան թե պատրաստությունը։ Չեմ ասում չպետք է պատրաստենք, այո, պետք է պատրաստվենք, բայց երբ որ մենք ընկնում ենք պատրաստության մանրամասների հետև եւ իրականում մեր բուն նպատակից շեղվում ենք, այսինքն մեր բուն նպատակն ինչ է, Քրիստոսին կարոտն է, Քրիստոսի հետ միավորվելն է, ընկնում ենք մանրամասների հետև, վայ, էս էլ անեմ, էն էլ անեմ, որ հաղորդվեմ։ Վայ, ես չարեցի, այս անգամ չեմ արել, ես չէ, այսպես սխալ է։ Հաղորդությունից զրկվում են նրանք, ովքեր մեծամեծ մեղքերի մեջ են դեռևս, որոնք չեն ազատագրվել այդ մեծ մեղքերից։ Մեղքերը մենք բոլորս գիտենք աշխարհում գործվող։ Շնություն, հարբեցողություն, հաշիշամոլություն, խաղամոլություն, երբ որ ծանր մեղքերի մեջ է մարդը եւ քրիստոնեական ընթացքում չէ իրականում։ Սրանք ծանր մեղացու մեղքեր են, իսկ փոշետեսակ մեղքերը, որոնք մեր կյանքում միշտ պատահում են, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևեցին, երբեմն կստացվի, ոչ ճիշտ ենք խոսում, երբեմն դատում ենք, երբեմն բամբասում ենք, երբեմն վիճում ենք, կարող է բարկանանքել, գործ է, աշխարհ է, կստացվի։ Արագ տեղում զղջում ենք, ասում է դրա համար առանձնակի ապաշխարություն պետք չէ, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Օրվա աղոթքը, օրվա ապաշխարությունը, օրվա կարգը կատարելով, աղոթքով պետք է պատրաստվենք եւ հաղորդվենք։ Բայց եթե իրականում այստեղ հաղորդության խնդիրը ստեղ չէ, ապաշխարության խնդիրն է։ Այսինքն եթե մարդը զգում է, որ ինչ որ մեղքեր ունի, որոնք իրեն լուրջ կախվածություն են ստեղծել, ինքը չի կարողանում հաղթահարել, բնականաբար չպետք է հաղորդվի։ Ընդհակառակը պետք է ավելի շատ իր հոգու փրկության մասին մտածի, լրջորեն պետք է գիտակցի։ Այսինքն հաղորդության մոտենալու համար պետք է մեղքի առողջ խոհեմ գիտակցություն, մեղքերի զղջման, ապաշխարության առողջ խոհեմ գիտակցություն։ Երբ որ մարդու մեջ այդ գիտակցությունը հստակ է, այսինքն մարդը լավ տեսնում է, թե ինքը ինչի մեջ է թերանում, ինչի հանդեպ հակում ունի, ուզում է արագ ձերբազատվել դրանից եւ դրան հաջորդում է հաղորդություն։ Պետք է առողջ քրիստոնեական կյանք վարել, առողջ խիղճ ունենալ, խիղճ մտանք ունենալ, խիղճը պետք է առողջ լինի, դու պետք է հստակ տեսնես, բայց երբ որ մարդու խիղճը առողջ չէ, խիղճը իր ամբողջության մեջ, միտքը, հոգին, սիրտը, բնականաբար հաղորդություն երևի իրան օգտել չի։ Այո, այս մարդը երևի չպետք է հաղորդվի, պետք է որտեղ խիղճ իր առողջ չի հասկանում, ինչու ենք այս մեղքի մեջ, ինչպես պետք է այդ մեղքից դուրս գա, ինչպես պետք է ապաշխարի, լուրջ մեղքերի մասին է խոսքը, այսինքն խիղճը խարանված է, խեղաթյուրված է մարդու խիղճը, առողջ չէ խիղճը, հա? Անզգայացած մի վիճակ, ինքը բնազդաբար գնում է դեպի մեղքը։ Նրանք հիմնական մարմնավոր մեղքերի մասին է խոսքը։ Երբ որ մարդը մարմնավոր մեղքերի մեջ է, անասունի նման, բնազդով սենց գնում է։ Ուրեմն մարդու խիղճը խարանված է։ Պետք է ուղղի խիղճը շտկի, որպես գոնե մեծ մեղքերից հեռու մնա։ Գոնե մի քիչ հոգևոր, անասնականից բարձրանա մի քիչ մարդկային մակարդակի, հա? Գոնե մարդկային մակարդակի բարձրանա, հետո կդա դեպի առաստված, դեպի հաղորդություն։ Ուրեմն, այս է հաղորդության պատրաստության իմաստը խորհուրդը, մարդը պետք է մարմնավոր ծանր մեղքերից
ազատագրվի, հա, գոնե մի քիչ բարձր իրավիճակի բարձրանա եւ մի քայլ էլ բարձրանա դեպի հաղորդություն գնա։ Եթե մարդը այս միջին վիճակում է, այսինքն կարողացել է մարմնավոր անասնական բնազդական այդ մեղքերից ազատագրվել, երկրորդ վիճակում արդեն մոտ է հաղորդության, պետք է գնա դեպի հաղորդություն, պետք է հաղորդություն դեպի գնա, որպեսզի արագ առաջ գնա, բայց եթե մարդը շատ ցածր վիճակում է, բնազդական չպիտի հաղորդության գնա, ցածր այս անասնական մարմնավոր ծանր վիճակում մարդը ուղղակի չի կարողանում այդ վիճակից դուրս գալ, մտքով թմրած, չգիտեմ, թմրամոլի նման է, թմրամոլի ինչ են ասում, մոլուցքով թմրածը չի հասկանում ինչ ան, ուղեղն էլ արդեն չի գործում, հա։ Մեղքը այդպիսի իրավիճակներ է մարդու մեջ առաջացնում։ Ուրեմն այդ թմրամոլի վիճակից պետք է դուրս գա, ազատագրվի, միջին վիճակում արդեն պետք է ձգտի դեպի հաղորդություն, որպեսզի չընկնի այն վիճակում։ Հենց դուրս եկավ այդ մարմնական վիճակից, մի քիչ բարձրացավ, ապաշխարեց, բնականաբար այդ բոլորի համար, ապաշխարություն ինչ է, ծանր վիճակից դուրս գալ, բարձրանալ, կազդուրվել, ոտքի կանգնել, գնալ առ Աստված եւ հաղորդություն, որտեվ հաղորդությունը իրեն օգնելու է այս միջին վիճակից բարձրանալ։ Եթե այս վիճակում ինքը ուժ հավաքեց ու շատ երկար մնաց այս վիճակում ու չբարձրացավ դեպի հաղորդություն, շատ վտանգավոր է, ընկնելու է այլի այն ստորին վիճակ։ Ուրեմն միշտ այս վերին եւ ստորին վիճակները մեջտեղում ենք մենք։ Եթե արագ չկազդուրվեցինք ու չբարձրացանք դեպի հաղորդությունը, ընկնելու ենք ստորին վիճակ։ Հաղորդությունը այն զորավոր զենքն է, այն մխիթարությունն է, այն ուժն է, որ մեզ պահում է հոգևոր բարձր գիտակցության մեջ։ Մարզիկները ոնց են, որ մարզված են, չի ասում են լավ մարզային վիճակում է, ասում են։ Այսինքն միշտ մարզվում է, երբեք այդ վիճակից դուրս չի գալ։ Ճիշտ է, այդպես էլ հոգևոր վիճակն է։ Երբ որ մարդը անընդհատ մարզված է եւ հաճախ հաղորդվում է, հոգևոր արթուն զգաստ վիճակում է։ Բայց երբ որ մարդը օրինակ այս ընթացքում մարզիկները չմարզվեցին, չէ, խաղեր չեղան, չգնացին, եւ իրանք կարծեմ թե բավականին լուրջ հետընթաց եղավ։ Ճիշտ է, տեսել մեր հոգևոր վիճակը միշտ արթուն, զգաստ պետք է լինի, միշտ շարժուն, միշտ լավ մարզավիճակում մենք պետք է լինենք, որպեսզի գնանք դեպի հաղորդություն։